Բարի լույս հայ ժողովուրդ, եթերում Drive News-ն է, և այսօր մենք, ինչպես տեսնում ենք, գտնվում ենք ճանապարհին այս փոքրիկ գեղեցիկ շունիկների հետ միասին, հիմա կհարցնեք ուր ենք ուղևորվում, ասեմ, ուղևորվում ենք դեպի Ջերմուկ, ինչի համար, որովհետև X-Drive ավտոդպրոցը Ջերմուկում կազմակերպել է մի շատ հետաքրքիր միջոցառում, որտեղ լավ արտաճանապարհ, ավելի շատ ոչ թե արտաճանապարհային, այլ ձնաշատ վայրերում մեքենա վարել սովորեցնելու համար։ Ոչ միայն ինձ, այլև տարբեր մարդկանց։ Հիմա կգնանք, կտեսնենք ով կա, ինչ կա եւ ընդհանրապես ինչ մեքենաներ ենք այսօր վարելու։ Խոստանում են, որ այսօր օրը անցնելու է բավականին հետաքրքիր, ակտիվ եւ լի իրադարձություններով։ Այնպես որ մնացեք մեզ հետ։ Եվ այսպես, եկանք հասանք Ջերմուկ, հիմա այս պահին մենք գտնվում ենք Ջերմուկի օդանավակայանում, այո, եթե չգիտեք, այստեղ կա այդպիսի մի վայր, որտեղ X-Drive ավտոդպրոցը պատրաստել է մի մեծ փորձադաշտ, բավականին մեծ ու բավականին բարդ, դժվար։ Մի խոսքով, արդեն կամանց մեր մյուս մասնակիցները մոտենում են, մյուս մեքենաները, մենք բնականաբար առաջինն ենք մոտեցել, որպեսզի մի հատ արագ ծանոթանանք տեղանքին։ Մեր հերթն էլ հասավ վերջապես, շնորհակալություն։ Հիմա ինչ ենք անում, մի հատ ինձ կբացատրես, Արտաշես ջան, ինչից ենք սկսում, ինչ վարժություն ենք անելու։ Ուրեմն ինչպես տեսնում ես, տարածքը բավականին ձյունածածկ է, մեքենա կառավարելը բավականին դժվար է։ Տվյալ դեպքում մեր դաս անցնել է ՈՒԱԶ Patriot մատնիշի երկրորդ ռեսթայլինգ կատարված մեքենայով, բավականին լուրջ վերազինված է տարատեսակ արգելակման կառավարման հատկություններով։ Վերջերս մենք փորձարկել էինք այս մեքենան Իջևանում։ Իսկ սկսենք օծաձև ոլորաններ անցնել, օծաձև ոլորաններին կհաջորդի արդեն կոչնդոտ մեքենան հակառակ կառավարելու, հետո կանցնենք շախմատաձև ոլորաններ եւ կտրուկ շրջադարձ 180 աստիճան, կհավաքենք արագություն եւ կփորձենք արգելակել սկզբից օգտագործելով ABS համակարգը, հետո ABS համակարգին կմիացնենք նաև հատուկ off-road համակարգը, որով վերազինված է այս մեքենան, եւ ամենավերջում արդեն կանցնենք ավելի պրոֆեսիոնալ մոտեցման, կանջատենք բոլոր համակարգերը եւ կփորձենք մեքենան արգելակել եւ ավելի կարճ ժամանակահատվածում կարճ տարածության մեջ կանգնեցնել, քան ABS համակարգները։ Ահա, հասկացա։ Դե մեքենայի Ղեկին պետք է ճիշտ նստել։ Ամրագոտի առաջին հերթին։ Իսկ ղեկը այսպես է, չէ՞ պետք բռնել։ Ամրագոտին մի թեթև իջացնել ներքև, որտեղ Սա։ Չէ, մեկ անգամ ներքևի մասը մի թեթև սեղմել ներքև, որովհետև մարդուն վտանգի դեպքում ոչ թե որի մկանների վիճակի չեն պահել, այլ տազի հասկացա։ Եվ այս վերևի մասը չէ, մի քիչ նա իջացնել ներքև։ Սա։ Ահա։ Դավա։ Հիմա սա քո համար։ Սա որ վզի հատվածին չկպնի։ Հարվածի դեպքում նաև մեքենան մարդը հնարավոր է ամրագոտուտակից դուրս գա, իսկ եթե հասկացա։ Մարդը դուրս է գալիս այսպես։ Այս ամրագոտին կողոսկրերը կոտրվածքի առաջացնում ներքին առնահոսություն։ Հասկանալի է։ Հիմա ձեռքը Բթերը բաց։ Բթերը բաց պետք չի։ Պետք չի։ Փակ, դա հատուկ ինչ-որ մոտեցում չկա, դա ավելի շատ ժամանակ։ Իսկ բութ կոտրելու բան պատտվել։ Դա ժամանակին, երբ որ մեքենաները վերազինված չէին հիդրոուժեղարարներով, ժամանակին մեզ են սովորեցրել բթերը բաց, բայց հիմա մեքենաները բոլորը գրեթե զինված են
հիդրոուժի վարորով, բայց որ ամենաանվտանգ տարբերակը ռեգուլատորները փակ պահած, բայց ներիմացած տարբերակն է, անհատական մոտեցում է եւ ձեռքերը դնում ենք այսպես ձեռքը դնում ենք եւ պահում ձեռքը ուղիղ պահում։ Հստակորեն ձեր համար հետ է, պետք է մի քիչ առաջ, որպեսզի ամբողջությամբ հենվեք։ Հա։ Մինչև ամբողջությամբ չհենվես, չես կարող անվտանգ լինես։ Քանի որ այս ճանապարհին չենք կարող առանց լիակաշակ համակարգի շարժ։ Մեխանիզմը միացնենք դեպի լիակաշակ համակարգ։ Ու գնացինք։ Աստված մեզ հետ գնացինք։ Ինչպես հասկացաք, մենք այսօր ոչ թե մեքենա ենք փորձարկում, այսօր մենք փորձարկում ենք իմ վարորդ լինելը ձյան պայմաններում։ Շրջադարձը կատարելու համար անշապես օգտագործեմ հայերեն անվատը, ռուսերեն կռիլո, հենց կոնը մոտենում է տվյալ կռիլոին, անշապես հակառակ հասկացա, անշապես հակառակ, մեքենան և եթե տրայեկտորի հետ շատ շեղեցինք, արդեն քննիր կունենենք մի քանի կոն հետո արդեն չենք կարող վերադառնալ տրայեկտորը։ Օհ, բավականին բարդ է, բավականին բարդ է։ Հիմա մենք կանջատենք ESP համակարգը։ Հա, ինքը մյուս համակարգերին բաներին, հա։ Գազը թողեք, թողեցի, թեքեք, հենց քիվ թեքվի արդեն նոր գազ և անիները թեքվնը գազը ամկացրեք, ավելացրեք գազը։ Այստեղ արագություն ենք հավաքում, հա։ Արագություն կարող ենք հավաքել, ամենավերջում տեղադրվածը 11 մետր հեռավորության վրա կոներ, պետք է արգելակենք և այդ տարածության մեջ մեքենան կանգնեցնենք։ Հասկացա։ Փորձենք մոտ 40 կմ/ժ արագության դեպքում, ունենք կանգնեցնել ABS համակարգով տվյալ հեռավորության մեջ։ Իսկ ինչ-որ տեխնիկա կա, որ առանց ABS համակարգի միանալու ինչ-որ հատուկ ձև կա, որ պետք է կանգնի մեքենան։ ABS-ով փորձենք, հետո կանցնենք կանգնեն ABS-ի։ Այստեղ արգելակն է։ Առաջ կամպինի մոտ արգելակենք։ Մենք կանգնեցինք դիստանցիայի վրա։ Մեր խնդիրը դա էր գալ, տեղավորվել, այդ տարածության մեջ մեքենան կանգնեցնել։ Հասկացա։ Հիմա նույն վարժությունը դուք արդեն կարող եք մի քիչ ավելի դինամիկ կատարել։ Հիմա ամեն ինչ անենք մի քիչ ավելի դինամիկ։ Հիմա նույն գործողությունը մենք կարող ենք անել օգտագործելով արդեն իջեցված փոխանցման տուփը։ Այսինքն, եթե մենք առաջին, երկրորդ փոխանցումով ենք կատարում տվյալ դեպքում, մենք հիմա ունենալով իջեցման փոխանցման տուփ կարող ենք երկրորդ, երրորդ, չորրորդ, երկրորդ, ինչով ավելի արագ եւ ավելի վստահելի համակարգ ունենանք։ Արդեն կարող ենք մեկնարկել երկրորդից, երրորդ եւ շարունակել։ Լավ, գնացինք։ Իսկ այս համակարգով, այսինքն իջեցված փոխանցումատուփով ավելի հեշտ է մեքենան կառավարվում, թե իջեցված փոխանցման տուփով մեքենա կառավարելու այնպես չի որ հեշտ է կառավարում, ուղղակի եթե մեքենան հանկարծ ունեցավ մենք ուժի պակաս, եթե մենք առանց իջեցման փոխանցման տուփի ենք մեքենան օգտագործում, ցանկացած տեղ նման տարածքում, որտեղ ունեցանք ուժի պակաս, մենք այլևս ոչինչ չենք կարող անել, ամենացածր փոխանցումը դա մեկն է, առաջինն է, այլ ոչինչ իջեցնելու տեղ։ Հասկանալի է։ Տեղադրելով մենք հիմա մեկնարկելով երկրորդ, տեղափոխվելով երրորդ, ունենք տեղ խաղալու առաջին, երրորդ ուժի պակաս կունենա, կարող ենք իջնել երկրորդ, մեկ, իսկ հակառակ դեպքում չենք։ Հասկանալի է, հա, հասկացա։ Լավ, գնացինք։ Բայց ասենք որ իջեցված փոխանցումատուփի դեպքում մեր արագությունը բավականին ցածր է լինում, հա։ Բարձր արագություն պետք է, բարձր փոխանցում պետք է դնես։ Մեքենայի ուժը հերիքում է, ամենաբարձր փոխանցումը։ Օհ, մեքենայի ուժը հերիքում է, իմ ուժը չի հերիքում արդեն ուտել ղեկը։ Ախ, սխպեցի։
Բավականին ծանր աշխատանք է։ Ես արդեն հոգնեցի։ Իսկ դուք ինչքան է եղել ամենադժվարը, որ տենց ծանր պայմաններում վարել եք։ Ասենք 2 ժամ, 3 ժամ մրցումների ժամանակ գիտեմ, որ բավականին տանջվում եք, չէ՞ դուք։ Դե մրցումների ժամանակ կախված է մրցման տեսակից։ Դինամիկ մրցումները հիմնականում տրոֆի սպրինտ տեսակի մրցումներն են, որը 1 ժամ անընդհատ շարժի մեջ ես։ Այսինքն հանգստանալու ժամանակ չունես։ Այստեղ էլի արգելակ է։ Ահա։ Շատ լավ է։ Տեսիր։ Այո, բավականին։ Չէ, բայց շատ հետաքրքիր է ադրենալինը, լավ։ Չէ, բավականին ինքը լավ տարածք է։ Արդյոք օգտենք շնորհակալություն հայտնենք Ջերմուկ քաղաքի քաղաքապետ պարոն Հովհաննիսյանին, որը Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան։ Որը թույլ է տվել Ջերմուկի օդանավակայանի տարածքում անցկացնման միջոցառում։ Մենք այս տարածքում նաև մարզում ենք, անվտանգության դասեր եւ տարբեր սեզոնային վարման դասեր ենք անցկացնում տարբեր միջազգային կազմակերպության վարորդներին, որոնց դուք տեսաք, Լիդիան Արմենյան գերության վարորդները սիստեմատիկ անցնում են վերապատրաստման դասընթացներ մեզ մոտ։ Եվ այս տարածքը բավականին հարմար է, երկարությունը արդեն իսկ հասնում է մոտ 1 կիլոմետրի, որը մաքրած կարգավորման դեպքի համար։ Հա չէ, բավականին համ գեղեցիկ է, համ շատ Հայաստանում իրոք շատ դժվար է նման տարածք ճարել, ավտո մրցարշավի, նաև դասընթացների համար, որը ամբողջությամբ անվտանգ է։ Կահավորված է տարածքը, շատ հարմար է նման դասընթացի համար։ Չէ, բավականին հետաքրքիր է, բավականին լավ մտածել եւ գծել եք այս ուղին, էլի։ Հիմա պետքա ձեզ ավելի շատ կենտրոնանանք արգելակելու վրա։ Հիմա ես կդնեմ որոշակի վարժություն, մեքենան կտանեք հետ նշված տեղ եւ այնտեղից փորձեք արագություն հավաքել եւ նշված տեղ արգելակելով մինչեւ հաջորդ կոնը մեքենան կանգնեցնել։ Տեսնենք սկզբից ինչքան դուրս կգաք եւ կամաց արդեն սովորելով տարածությունը, ինչքան կրճատենք արգելակման ուղին։ Շատ լավ, շատ հետաքրքիր է։ Ես դուրս դեմ։ Ահա։ Լավ։ Դե ինչ, մենք իջացրեցինք մեր մարզիչին, Արտաշեսին, տեսնենք թե ինչքանով սովորեցինք մենք կառավարել այս անկառավարելի ճանապարհներին, այս կառավարելի մեքենան կարելի ասել, որովհետև եթե հիշում եք մեր նախորդ հաղորդումներից մեկը, որտեղ մենք 3 օրով ուղևորվել էինք Իջևանի սարեր եւ փորձարկում էինք ՈՒԱԶ Պատրիոտը, բավականին կառավարելի մեքենա է։ Եվ այսօր էլ ենք մենք համոզվում դրանում, բայց ասեմ, որ բավականին բարդ, շատ բարդ process է։ Այդտեղից է, գիտեք, ինձ հեշտ թվում։ Այս արանքները թողած են բավականին նեղ, որ պարզապես ամեն անգամ մտնելուց տանջվես օպերատորը հետևը, ախ, այո, ես այստեղ ձեռքս, ախ, մի խոսքով լիքը ախեր։ Անկեղծ ասած, այս անգամ հնարավորություն ունեի ընտրելու 3 մեքենաների մեջ Toyota Hilux, Mitsubishi Montero եւ կրկին մեր ՈՒԱԶ Patriot-ը։ Չգիտեմ ինչի, անցյալ անգամվանից ես այնպես էի հավանել այս մեքենան, որ այս անգամ էլ որոշեցի նրանով վարեմ այս ճանապարհը։ Եվ կարծում եմ շատ ճիշտ որոշում եմ կայացրել։ Շատ հոգնածուցիչ է։ Օնջանք մի այլ տիպի։ Հոպ, չէ, խրվել չկա։ Չնայած անցյալ անգամ Իջևանում ես մի հատ շատ լավ ուժեղ խրվել եմ եւ առանց մասնագետների օգնության եւ նրանց մեքենաների
Պարզապես չի կարող այնտեղից դուրս գալ։ Այս մեքենայի ամենազարմանահրաշը գիտեք որն է, ասեմ, որ այս այն նույն մեքենաներից մեկն է, որով գնացել էինք այդ չարաբաստիկ արշավը ու այդ ժամանակից մինչ այսօր այս մեքենան վարվել է արդեն 6357 կիլոմետր ու հիմնականում այսպիսի պայմաններում եւ այնպիսի, ինչպիսին դուք տեսել եք Իջևանում, այսինքն բավականին ծանր յուրաքանչյուր մեքենայի համար։ Այս մեքենան դեռ ապրում է։ Ու ոչ թե գոյատևում է, այլ չէ, որ նորմալ ապրում է։ Խնդրում եմ այսուհետ ռուսների արտադրանքին ոչ մի անուն չկպցնել։ Ես էլ կամած արդեն վարպետանում եմ այս գործում, ոնց որ ու գնալով մի քիչ ավելի արագ, մի քիչ ավելի արագ այս նույն մրցուղին անցնում եմ ու էլ ավելի հետաքրքիր կերպով։ Տեսակ, հիմա պետք է արագ կայանենք։ Ապա, համարյա։ Ինչ կարող եմ ասել, բավականին հետաքրքիր մրցուղի էր սարքել X-Drive-ը, բավականին կրեատիվ բաներ են մտածում, շատ հետաքրքիր է։ Ես մեծ հույս ունեմ, որ երբ եղանակները բացվեն, այսինքն գարնանը կամ թեկուզ ամռանը, նրանք կկազմակերպեն այս նույն մրցությունը կամ նման մի բան, հա, այս դասընթացները արդեն 4 պայմաններում, բայց էլի արտաճանապարհային։ Կրկին շատ հետաքրքիր կլինի կարծում եմ։ Կամ ինչու՞ չէ նաև ասֆալտի վրա շատ հետաքրքիր դասընթացներ, էքստրեմալ, ինչպես կարելի է օրինակ մեքենան վարել կողասահքով դրիֆտի մեջ, հա։ Չգիտեմ, ինչպես արգելակել արագության ժամանակ, մի խոսքով, էքստրեմալ, յուրաքանչյուր տեսակի էքստրեմալ վարումներ, դասընթացներ։ Ես կառաջարկեմ Արտուր Հովսեփյան, Լիդիան Արմենյան ընկերության անվտանգության համակարգող, այսպես ասած։ Շատ լավ, Արտուր ջան, ինձ կասեք, օրինակ, ինչի դուք որոշեցիք, որ ձեր վարորդները պետք է ինչ-որ կվալիֆիկացիա անցնեն, վերապատրաստվեն, որ դժվար պայմաններում վարել սովորեն, ինչի։ Ինչ մտքներով անցավ։ Մենք աշխատում ենք այստեղ բարձր լեռնային պայմաններում արտաճանապարհային։ Մենք որոշեցինք, այսպես ասած, մասնագիտացնել մեր վարորդներին, քանի որ այստեղ եղանակային պայմանները, ինչպես դուք տեսնում եք,
անկանխատես ու բավականին ծանր, բավականին ծանր, մենք որոշեցինք, այսպես ասած, որակավորել, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ունեն 20, 25, 30 տարվա մեքենա վարելու փորձ, փորձը ցույց տվեց, որ այս կուրսերը ցույց տվեցին, որ իրոք նրանց անհրաժեշտ է։ Ճանապարհայինը ամբողջությամբ տարբերվում է արտաճանապարհից։ Դե հա, ընդհանրապես կապ չունի մարդը ինչքան քանի տարվա վարորդական փորձ ունի, որովհետև իրոք տարբերվում է, սա լիովին ուրիշ պայմաններ են։ Ավելացնեմ նաև մենք ունենք տարբեր երկրներից աշխատողներ, ասենք հարավային Աֆրիկայից եւ այլն, նրանք ովքեր բացի այստեղից ձյուն չեն տեսել, այո։ Պետք է պարտադիր այս կուրսը անցնեն, որպեսզի հասկանան, կարողանան կառավարել մեքենան։ Շատ հետաքրքիր է, որովհետև ես գիտեմ, որ շատ քիչ ընկերություններ են, որ օգտվում են նման ծառայություններից ու պարտադրում են վարորդներին, որ նման փորձ ունենան։ Իսկ դուք արդեն երկար ժամանակ է, որ համագործակցում եք X-Drive-ի հետ։ Ժամանակ է համագործակցում ենք եւ նմանատիպ կազմակերպությունների նույնպես խորհուրդ կտամ համագործակցել X-Drive ավտոդպրոցի հետ, հանի որ X-Drive ավտոդպրոցը ունի բավականին լուրջ մասնագետներ եւ փորձը ցույց տվեց, որ նրանք ամբողջությամբ տիրապետում են այդ ամենին եւ մենք կշարունակենք, մենք որոշեցինք շարունակել համագործակցությունը, այսպես ասած, ու պայմանավորվածություն կա, որ դա լինելու է պարբերաբար։ 2013 թվականին մենք հրավիրեցինք միջազգային կազմակերպությունից մասնակետ, ուղղակի այսպես շատ կարճ եւ այստեղ հասկանում եք արդյունավետությունը կայանում է նրանում, որ լեզվի խնդիր չունենք, տեղացի են եւ մենք որոշեցինք եւ արդյունքը ցույց տվեց, որ նրանք ոչ մի բանով չեն զիջում միջազգայինին։ Ասած որոշեցինք օգտվել տեղական կազմակերպությունից։ Դե ինչ Արտուր ջան, շատ գովելի աշխատանք եք կատարում ու կարծում եմ եւ շատ մեծ հույսեր ունեմ, որ յուրաքանչյուր ղեկավար, աշխատակազմի ղեկավար իր աշխատողների մասին այդքան լավ կմտածի, ինչպես դուք եք մտածում։ Իհարկե։ Շնորհակալ ենք ձեզ, հաջողություն։ Բավականին հետաքրքիր բան էին կազմակերպել, ադրենալին, էքստրիմ, այս սենց հերիքում էր ամեն ինչը դրայվը, մի խոսքով։ Մեծ հույսեր ունենք, որ մենք էլի կայցելենք նման հետաքրքիր դասընթացների, իսկ հաջորդիվ միայն կարող եմ ասել, որ մնացեք մեզ հետ, Drive News-ի հետ, բաստողնված հաղորդումները կարող եք դիտել մեր պաշտոնական կայքում, autodrive.am հասցեով, կարող եք միանալ մեզ Facebook-ում, YouTube-ում, մի խոսքով մենք ամենտեղ կանք, որտեղ դուք կաք, հաջողություն։